Բարերգո սիրելի հերոստատիզողներ, ըստ երևույթին հայկական պետականությունը այս օրերուն գտնվի ճակատագրական խաչմերուկին եւ ընդհանրապես 2020 թվականի 44 օրյա պատերազմեն ետքը դրությունը այնպես եղած է, որ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ ճակատագրական եղած է եւ ճիշտ է որ այդպես կմփռնենք, որովհետեւ եթե այդպես չմփռնենք կնշանակի մեր դնային բարդականություններու մեջ գզլանանք եւ մենք մեզ անկորձության մատնած կլանք ըստ երևույթին այս օրերուն երբ օգոստոս 8-ի այդ բարերար նախապայմանը որ նախապայմանակիրը որ ստորագրեցավ Վաշինգտոն DC-ի մեջ նախ եւ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Հայաստանի Հանրապետության միջեւ եւ ապա երագոմ նախապայմանակիրը խաղաղության համար Ադրբեջանի, Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ մեր բոլորի առաջ գտնե այնպիսի կարևոր մարտահրավեր, որ մենք իրավունք չունենք ցախվելու, իրավունք չունենք երկ մտելու, այլ պետք է խրոխ քայլերով առաջ երթանք, որովհետեւ այլընտրանքը գունենանք այն ինչ որ ունեցանք գեղձ անկախության հովանի ներքո սկսած 1991-ին մինչև 44 օրյա ըստ երևույթին 44 օրյա պատերազմը զարթնումի ասենք արիտ եղավ մենք ունեցանք բազմաթիվ վնասներ բայց նաև ինչպես որ հին հայկական ասացվածքը գսե վնասին որտեղ են որ թարնած շահ է ուրեմն գեղձ անկախությունեն ստապ ոտքի կանգնած ենք եւ բայկար կմղենք որ ռոբե առաջ Հայաստանի Հանրապետությունը տնենք բոլորս հավաքապար տնենք ճիշտ ուղիի վրա եւ ամենակարևորը ցերփազատվենք ներքին թշնամիները եթե մենք իրերը չգոցենք իրենց անուններով եթե մենք ունենալով թավաջաններ եւ զանոնք չգոչենք որպես ներքին թշնամի ուրեմն լուծում չենք կարող առաջացնել լավ է ճիշտ է որպես քրիստոնյա հավատացյալներ պետք է ներող գլանք այո ներող գլանք բայց բեք չէ որ նույն սխալը գտնվենք ինչպես որ անգլերեն գսեն fool me once shame on you fool me twice shame on me ուրեմն մեկ անգամ ինձ խափողին ամոթ կսենք բայց երկրորդ անգամ խափվելու բարակային ամոթ ինձ ուրեմն հիմա ժամանակը հասած է որ գտրականապես ներքին թշնամիները ընդհանրապես չեզոքացվին որպես կորձոններ եւ ներքաղաքական կյանքերս եւ ներերեցական կյանքերս 2026-ի ընտրությունները պետք է ամեն քնով վերածել այդ բատմական անգյունաթարսային զարգացումին կամ ցերբերումին, որով մենք կկարողանանք հավաքապար հանգստյան գոչել ճագերդյալ, հանգստյան գոչել 5-րդ շարասյունը գլխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին, Դաշիր Սամո, Սամվել Ղարաբեդյանին, Կարեկին Բ. Գդրիչ Ներսեսյանին եւ իրենց թուլաներուն եւ հատկապես ՀՀՇ-ական Օսմանա-սովետական թաշնակցության, որովհետև ըստ երևույթին թաշնակցության այսօրվա ղեկավարությունը, բյուրոյական ղեկավարությունը ճիշտ հագապատկերն է 1960-ական, 70-ական, 80-ական թաշնակցության ղեկավարության, երբ այն ժամանակվա ղեկավարությունը նվիրյալ աշխատանք կդաներ սպիրկյան իրականություններն ներս ամրոցներ գերդելու համար հոգուտ հայապահպանության սուրբ կորձին սակայն ըստ երևույթին իշխան Սաղաթելյանները եւ Արձվիկ Մինասյանները եւ նույնպես եւ այլոք ըստ երևույթին արևանքած են հայապահական թաշնակցությունը եւ զայն կորձիկի վերածած են 5-րդ շարասյան ցերկին եւ ինչպես եւ ռուսական գայսության նգրդումներ ցուսափերով Բութինյան Ռուսաստանի հայկական պետականության թեմ կորձիկի վերածված են ուրեմն պետք է ռոբե առաջ
սերբազատվի այս կազմակերպությունը իր սխալ ղեկավարությունն։ Ուրեմն մեր զրույցը շարունակելու համար միասին դիտենք այս տեսանյութը պրոֆեսոր Բատմապան Պաշտպան հայրենաց հիմնադրամի ղեկավար եւ քաղաքական մեկնաբան Գագիկ Սաֆարյանի եւ շարունակենք մեր զրույցը։ Մենք պիտի հետևողականորեն կանգնենք մեր պետականության կողքը։ Շնորհակալ։ Խոսքը վերաբերում է նաև կառավարությանը։ Խոսքը վերաբերում է նաև մենք պետք է եկեղեցին անմիջապես մաքրենք անբարո, շնաբարո այն մարդկանց եպիսկոպոսներին շատ-շատերին Կտրիչ Ներսիսյանով սկսած, որոնք բուն են դրել ուրեմն մայր աթոռում, խորանում։ Նրանք չգիտեն խորանը ինչ է։ Նրանք խորանի նշանակությունը չգիտեն։ Մեր պետությունը պիտի կայանա։ Ես ուզում եմ իմանամ էլ առհասարակ, ինչպես կարելի է մեր երկրի այսօրվա իրավիճակը առհասարակ համեմատել նախորդ տարիների հետ։ Մինչև 2018 թիվը։ Դրա համար եմ ասում, երրորդ հանրապետության էջը փակված է։ Դրա համար եմ ասում, Կտրիչ Սարգարյանի մուտքը Կտրիչ Ներսիսյան ներողություն եմ խնդրում, Կտրիչ Ներսիսյանի մուտքը մայր աթոռ պիտի օր առաջ, րոպե օր առաջ արգելել դավաճանական ուրեմն խմբակցությունների եւ 5-րդ Շարասյան այն ներկայացուցիչների, որոնք ակնհայտ կերպով մտած են օտարերկրյա երկրների գործակալական ցանցերի մեջ եւ օր առաջ քննվեր են կենում միայն Հայաստանի պետականությունը կործանված տեսնելով, այո, նրանց տեղը ԱԱԾ-ի մեկուսարաններն են։ Եթե չերիքեն, միգուցե չգիտեմ, ինչպես են ասում, Չոբանքարը են ասում, կամ Աբովյանի կանանց գաղութ են ասում եւ այլ։ Միանգամայն համախոհ եմ բարոն Սաֆարյանի հետ, այո, Չոբանքարայի փոխարեն նաև ես կառաջարկեի կարանտինա։ Իսկ եթե կարանտինան չերիքե, երևի 99 տարվա վարձակալությամբ դարածքաշրջան կարելի է վերցնել Ռուսաստանի այն անաբադային շրջանների ներս, որտեղ մենք կգառուցենք կարանտինա քաղաքը եւ այս 5-րդ Շարասյան ղեկավարները եւ իրենց բոլոր հետևորդները թուլաներով եւ նույնիսկ իրենց օգտին քվեարկելու պատրաստ եղող թավաջան քաղաքացիները, որոնք պատրաստ են իրենց քվեները վաճառելու, բոլորն ուղարկենք դեպի կարանտինա։ Կարանտինա, որովհետեւ հայկական պետականությունը իր իսկական ճանապարհը բռնի, որովհետեւ մենք ժամանակ չունենք այս ներքին խամաճիկներով սպառվելու եւ մեր թանկագին ռեսուրսները վատնելու, որովհետեւ ժամանակը եկած է, որ Հայաստանը մեկ անգամ միշտ ցերպազատվի եւ դեպի նոր խոստումնալից վարտահեղեկ արշալույսի առաջնորդող հորիզոններ ուղղվի։ Բիդի առաջարկեի, որ իմ զրուցակից հայտնի հրապարակախոս Ոսկան Մխիթարյանը մեզի ներկայացնե իր դեսությունները, թե Կարեկին բի հովանավորության ներքո ինչպիսի հանցագործություններ իրականացած են, մարդասպանություններ, փողի լվացում եւ բազմաթիվ քրեական նեղվածություն դիրած է միջև այսօր վերջին 25 տարվա ընթացքին, թե ինչպես կարելի է այս մթնոլորտի մեջ շարունակել, թե ժամանակը արդեն հասած է, որ գդրուկ քայլելու թիմը մեր ժողովուրդը, թե ինչ ցևով Կարեկին բն ազատե վեհարանը եւ մայր աթոռը փրկվի։ Բարոն Մխիթարյան, հրամեցեք։ Բարոն Չապարյան, մենք այստեղ թադավոր չենք եւ որևէ անցիմը պաշտպանության վարգածը չէ որ հարաճ պիտի բերենք։ Կարևոր այն է, որ այսօր հայ եկեղեցին մայր աթոռը գործե ստալինյան ոճով եւ այդ ոճին ներքև գդարված են զանազան կանոնակրային խախտումներ, որոնց մասին շատ հաջող կխոսենք եւ կքրենք։ Այս եկեղեցին միայն կրնա փրկվել եւ որ օրենքի քերակայություն կա։ Այս բարակային ժողովրդավարություն, այլ խոսքով, որովհետեւ եկեղեցին նույն ինքը ժողովուրդն է։
Հետևաբար կարելի չէ, որ 45 օգոստոս իր ստալինյան ոճով եկեղեցին ղեկավար է։ Ավասիկ 20 տարիներու ընթացքին հոսասան։ Այս բոլորի ընթացքին կանոնակրային խախտումները շատ են, կարելի է թվել ցանոնք, բայց նաև նույնադեն գադարվեցան կանոնակրային խախտումեն անտին սպանություններ։ Մինչև այսօր դակավին չենք իմացած, թե Բոզաբալյան արքեպիսկոպոսին վեհարանի մեջ գլխուն զառնող երիտասարդը թադաբարդվեցավ օրենքի առջև, թե ազատ կշրջակայի։ Այդ երիտասարդին ամառացվեցավ, որ արքեպիսկոպոսիմը եղբոր որդին է, մինչդեռ ամեն մարդ գիտե, որ արքեպիսկոպոսին որդին է։ Ադի մեկ կողմ թողենք։ Հարցոն է, որ այդ երիտասարդը ինչու չթադաբարդվեցավ։ Շատ հստակ էր, մոդիկ աղբյուր մենք գիտենք, որ երբ որ 45 օգոստոս ներցես Բոզաբալյան արքեպիսկոպոսին, որ գաթողիկոսական տեխնաձու էր այդ օրերուն, աթորը քրավել են ետ, փռնա քրավել են ետ, 45 օգոստոս իրեն ասած էր, որ վալիզներդ ար, քնա Երևան քրոջտկով ապրիր։ Եվ երբ որ Բոզաբալյան արքեպիսկոպոս 45 օգոստոսին ասած էր, որ ասիա իմալ դունս է, պետք չունի ուրիշտեղ երթալու, այդ թեփքը թիդումնավոր երբով գադարվեցավ։ Մի գասկածի գադոր, բայց ինչու այս բոլորը Երևան չի կան։ Եթե ուրիշ սպանություններու մասին գխոսին, ավասիկ սպանություն, Փարսասիջան արքեպիսկոպոսը սպաննվեցավ։ Խեջ արքեպիսկոպոսը կոմայի կնած չարտնցավ եւ մեռավ։ Ոչ մեկ ցայն, ոչ մեկ լուրջ հաղորդակցություն։ Երկրորդ մահմը Գրիգորիս արքեպիսկոպոս Ուկրաինայո մեջ մեր քրտնվեցավ բանտոգիմը մեջ։ Ոչ մեկ խոսք մայրաթորի գոմե։ Հասարակ դերդեր չէ արքեպիսկոպոսն է։ Նույնիսկ եթե քահանալար պետք է խոսվեր այս մասին։ Ինչու չկան այս հարցերը թադարան, ինչու չփածվին այս բոլորը։ Երրորդը Արսեն արքեպիսկոպոս ինչպես կրնալ որ այդ փուշկույրը արաբոդյան ժամը 6-ին կա իր դունը եւ սրսկե արքեպիսկոպոսը ասելով որ հիվանդանոցեն ինձ ղրգեցին անու վրա անհետացավ Արսեն արքեպիսկոպոս աչքերը փակեց եւ բացավ հավիդենականին այս բոլորը հրաբարակ պետք է կան սիրելիներ այս բոլորը չեն կար որովհետեւ Ստալինյան ոճով ղեկավար է եկեղեցին բայց ով պիտի է ասիգա եթե բեդությունը միջամդ է այս անգամ պիտի ասեմ որ բեդությունը անգախ հաստատությունը պետք չէ միջամդ է հետեւաբար սիրելիներ դուք պիտի միջամդ եք ես ու տուն այս ուղությամբ աշխատանք պիտի դանենք մեր ցայնը պիտի բարձրացնենք եւ բահանջենք որ անպայման եկեղեցականներ բարդին, եթե չբարդին, դուք պիտի բարդավորեցնեք ըստիպեք, որ ժողով դեղի ունենա։ Այս բոլորը բացի, որ աշխարհական թադարանները ներս քննվին, նաև քննվին այլ իրողություններ, 140 եկեղեցականներ արքեպիսկոպոսը մինչև Սարգսակ հերացված են անօրեն գերբով, դակավին անոնց լավակույներեն Քարեկին վարդապետ վերջերս շատ գեղեցիկ հարցազրույց ունեցավ Բեդրոսին հետ եւ այդտեղ հստակորեն ասա այն վարդապետներ իր դոկտորան պաշտպանած էր Գերմանիո մեջ եւ այսօր գործե բարեփոխտաբար վերադարձած մայր հայրենիք հստակորեն իր նամակի մեջ հրաժարականի մեջ ասած էր որն օրինակ ես ժամանակին անսաբես ունեցած էի Վեհապար դեր թուրք պամը չեք շինած, թուք ամեն ինչ կանթաձեք, այո, վեհապար այր, թուք ամեն ինչ կանթաձեք, հոգևոր աշխարը կանթաձեք, մանգլավիկներ մի անավակացեք չորց կոմը, հետևաբար, եթե բեդությունը որևէ ծևով կալվիդի չարնե այս ուղությամբ,
մենք սիրելիներ ժողովուրդը դուք եկեղեցին թուգեք եւ ոչ այդ սքեմինդակ բավդած վաճառականները դուք ոտքի պիտի ելեք եւ բարդատրեք որ ասկային եկեղեցական ժողովը լա arkepiskoposներ վարդապետներ արթնան իրենց թմփիրեն եւ փրկեն եկեղեցին ջահիջի մեջ այսօր իր արաքելության մեջ չէ շեղած է չեն կրնարսել ինձի ինչ եկեղեցին այսպես եկած է այսպես կերտա ընդհակառակը բոլորս սերքի պիտի դանք ոտքի պիտի ելնենք պիտի բահանջենք եթե չգարենանք համախմբված ուժերով այդ բարակային նաև պիտի խնդրենք թադական իշխանութենեն որ այդ բոլորը կատարված է Քարեքինի եւ Մայրից մանգլավիկներու կողմէ Երևան հանվին եւ թադաբարդվին որուն հետևանք կլա նաեւ իր հերացումը մայրաթորեն պետք է փրկել եկեղեցին այս փերեզակներեն հոգեվոր ոչինչ կա իրենց մոտ մորցեք իրենց անստական ցոփ կյանքը մեզ կմտահոգե եկեղեցվո առաքելությունը չկա հոգևոր առաքելություն դուք սիրելիներ որպես եկեղեցի դուք պիտի բարդատրեք եւ գրկնակի պիտի բարդատրեք որ անպայման մայր աթորը վերանորոգվի իր ներքին ապաշխարությամբ ժողով կդարվի եւ հերանա այդ աթորեն կա արժանավոր մեկը որ փրկե եկեղեցին եւ այս եկեղեցին անգամ եւս մտնե իր հոգևոր հունին մեջ իր հոգևոր առաքելության մեջ որովհետեւ մեր եկեղեցին մեր ժողովուրդը բաբագը ունի հոգևորականության Վերջերս Հայաստան գտնվեցա եւ այդ ժամանակ առանցին հանդիպումներ որ գունենայի հանդիպումները մեկին ընթացքին իրազեկվեցա այն ձանր անպաստանությունների շարքի մասին որ գվերապերի Գդրիչ Ներսեսյանին եւ այդ անպաստանությունները շատ լուրջ անպաստանություններ էին ուղված Քարեքին B Գդրիչ Ներսեսյանին եւ իր գլանին իր մաֆիային ըստ երևույթին ըստ այդ արժանավատ աղբյուրին անշուշտ ես չեմ ասենք իմ հավանությունը դալ որպես փաստ այլ այս անպաստանությունները կներկայացնեմ Հայաստանի օրինաբահ մարմիններուն որովհետեւ իրենց հետաքննությունը կազմակերպեն իրականացնեն եւ բարոն Մխիթարյանին նշած սպանություններուն հետ կապված հետաքննություններուն հետ միասին առաջ տանին որովհետեւ ճուրին երես փերվին այն փաստերը վերջնականապես եւ Քարեքին B-ն այլևս ճշտոնապես ջանցվի իր քաղաքացիական անունով Գդրիչ Ներսեսյան անունով եւ որպես քաղաքացի օրենքի առաջ կանգնի եւ պատասխանատվության ենթարկվի բոլոր փաստերու առկայությամբ ուրեմն ըստ այդ արժանավատ աղբյուրին Քարեքին երկրորդ Երջանկայաշտակ կաթողիկոսի հիվանդության առաքացման մեջը որ իբրև թե արյան ջնշումը կամ շաքարախտը եւ նույնիսկ լեզուն գդրելը այդ բոլորի մեջը Քարեքին B գոչեցյալը Գդրիչ Ներսեսյանը ուղագի անպաստանության ներքո գտնվի որ ինքը ցերնարգած է Երջանկայաշտակ Քարեքին առաջին Սարգսյանի վաղաժամ հիվանդությունը եւ արհեստական ճանապարհներով հիվանդության միջոցով սպանությունը ուրեմն ես կառաջարկեմ որ իրավաբահ մարմինները Հայաստանի իրավաբահ մարմինները անմիջապես հետաքննություն բանան եւ Գդրիչ Ներսեսյանին թազարան կանչեն որովհետեւ ժամանակը արդեն անցած է մենք պետք է լուրջ կերպով մեր իրավունքները պաշտպանենք այո որոշ ժամանակ առաջ երբ վարչապետ Փաշինյան հայտարարեց որ պետք է Քարեքին B-ն աթորազուրկ դառնա համաձայն եմ սակայն այն ժամանակ ես եղա առաջին բարձրացանորներեն մեկը
չսելու համար առաջինը, որ առաջարկեցի, որ երկրի վարչապետը ոչ թե որպես վարչապետ, այլ Հայաստանյաց Արաքելական եկեղեցու հետևորդ իրավունք ունի իր իրավունքը եւ մեր նման հավատացյալների իրավունքը հետապնդելու եւ Հայաստանյաց Արաքելական Սուրբ Եկեղեցին սրբազարդելու։ Բայց միջ այդ մենք պետք է աչալուց կերպով հետևենք մեր իրավունքներուն, հետևական կերպով եւ պահանջենք իրավաբան մարմիններեն, որ հետաքննություն իրականացնեն։ Որոշ ժամանակ առաջ վստահ եմ, որ շատերս իրազեկված ենք, երբ որ մանկաբուծության խնդիրը բայթեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ, սկիզբը շատերը ասին դեսեք հայ կաթողիկե բարձրաստիճան ասենք գղերականները, որ անպաստանության թիրախ էին, շատերը ասին, որ ամերիկյան կառավարությունը իրավունք չունի միջամուխ ըլլալու եկեղեցական խնդիրներն ես, բայց ի վերջո ամերիկյան պետությունը իր բարդականությունը կործատրեց եւ կաթողիկե եկեղեցու բարձրաստիճան կամ միջին խավի գղերականներուն արդարության կանչեց։ Հիմա ժամանակը հասած է, որ հայկական պետականությունը ընդամենը իր բարդականությունը իրականացնե եւ 2 ամիս, 3 ամիս, 4 ամիս, 5 ամիս յետքը մեզ չսեն, որ Ռուսաստանի կամ Պուտինյան Ռուսաստանի ճնշման տակ չեն կարողանում ընել։ Եթե այդ է իրականությունը, ուրեմն 4-րդ հանրապետություն հայտարարելու իրավունք չունենք թեր եւս։ Ճիշտ է, վերջերս շատ արդարացի է, որ 3-րդ հանրապետություն հայտարարվի 1991-ին վերանգախացած Հայաստանի Հանրապետությունը եւ 3-րդ հանրապետության ավարտը հրճակվի, ասենք, խորհրդանշական թվականը եւ սկսվի 4-րդ հանրապետությունը, սակայն եթե այս հանցագործությունները ճուրին երես չփերվին եւ օրենքի ամենաբարձ դրամատություններեն ելնելով գդրուկ կերպով արդարությունը չներկայացվի եւ չկործատրվի, ապա ուրեմն մենք բարոյական իրավունք չենք ունենալ հայտարարելու 4-րդ հանրապետության սկիզբը։ Ես կողմ եմ 4-րդ հանրապետության հռչակման, բայց եթե նույն ստրգամությամբ, նույն թուլությամբ եթե պիտի շարունակենք, այն ժամանակը մենք իրավազրկված պետք է հռչակենք մենք մեզի եւ շարունակենք գիսասրուկ ներկա 3-րդ հանրապետության լուծին տակ մեր ուղին շարունակել։ Ուրեմն հիմա որպես երկրորդ կորզնական քայլ Բոլոժենիա ըսված այդ ռուսական ցարական Ռուսաստանի օրերեն սկսած սովետական Ռուսաստանի ժամանակ շարունակված եւ հիմա Պուտինյան Ռուսաստանի օրով Գդրիչ Ներսեսյանի միջոցով 1999-ի դխրահրճակ հոկտեմբեր 27-ի օրը, երբ այն արևանքեց Մայրաթուր Սուրբ Էջմիածինը վերականգնելու Բոլոժենյան, այսինքն ռուսական բռնազավթումը Հայաստանյաց Արաքելական Սուրբ Եկեղեցու, ապա ուրեմն մենք բարոյական բարդականություն ունենք, որ Բոլոժենյան ընդհանրապես վերացնենք եւ որպես ճանապարհային քարտեզ առաջադրանքը հետեւյալն է, որ ամբողջ նախկին սովետի դարածքին անշուշտ հասկանալի պատճառներով բացի Պուտինյան Ռուսաստանին, բայց մյուս բոլոր շրջանները սկսելով Հայաստանի Հանրապետությունեն, միջև Ուկրաինա, միջև Մոլդովա, Բալթյան երկիրներ, բոլոր այդ թեմերը, որտեղ ամենան հայոց հայրապետության Սուրբ Աթոռը սպաղեցնող Օրվան Գաթողիկոսը անցամբ կնշանակե այնտեղի թեմակալ առաջնորդին եւ անցամբ կնշանակե պատգամավորներուն, այդ կորզելացեվը պետք է վերջ գտնա եւ ազատ աշխարհի մեջ կորձող թեմերու նման կորձեն բոլոր Հայաստանի թեմերը, Ուկրաինայի թեմը եւ այլ հնարավոր, ասենք, հնարավորություն ընձեռող նախկին սովետի դարածքի թեմերը, որովհետեւ ժողովուրդը ինքը ընտրե իր պատգամավորներուն եւ մենք ունենանք ասկնդիր թեմակալ առաջնորդ, ասկնդիր պատգամավորներ եւ այն ժամանակը մենք զուգահեռ որպես աշխատանք կրնանք
կկարողանանք թիմել մասսայական ցույցի եւ երթալ եւ բահանջել եւ կորզաթվել, ինչու՞ չէ, կորզաթվել բոլոր ասկնդիր պատգամավորներու գամքը Հայաստանի եւ նախկին Սովետի դարաշեն եւ անոնց գմիանան սպիրկյան դարբեր թեմերը ասկնդիր իրական ասկնդիր պատգամավորներ, որոնք ոչ թե հիմակվա արեմեդյան թեմի մեջ օրինակի համար Քարեքին երկրորդի Հովնան Դերդերյան arczepiskopոսի եւ Մոսկվայի եզրասի գողմե իր դիրաբեդության դակ առնված է արեմեդյան թեմը, սովետական դարձած է, նույնը արևելյան թեմը, նույնը կանադայի թեմը, ուրեմն այս բոլոր թեմերը իհարկե պիտի չուզեն մասնագիտել ասկնդիր պատգամավորներու ընդրության, ապա ուրեմն նույն ցևի այս արևանքված թեմերու ժողովուրդը միանալով հայրենի ժողովրդին պիտի ունենանք մենք այն ժամանակը ասկնդիր պատգամավորներու մարմինը եւ ոչ թե նշանակված օրվան կաթողիկոսի գոմե եւ այն ժամանակը մենք բարոյական իրավունք պիտի ունենանք ամեն կերպ առաջ տանելու ասկային դեղեցական ընդհանուր ժողովի բարձր նպատակը եւ այն ժամանակը մենք պիտի կարողանանք օրենքի ճանապարհով աթորազուրկ դարձնել Քարեքին երկրորդին եւ այն ժամանակ պիտի ըլլա ինքը ըստ երևույթին 15-րդ կամ 16-րդ աթորազուրկ կաթողիկոսը Սիրելիներ ժամանակը հասած է Და ինչպես մենք բոլորս կփապակենք մեր դուները մաքուր բահել այսալ մեր հոգևոր դունն է հետևաբար ժամանակը հասած է որ նույն բծախնդրությամբ մաքրենք մեր եկեղեցին եւ այդտեղ դեսնենք այնպիսի եկեղեցականներ որոնք կհավատան իրենց առաքելության եւ նվիրված են հոգևոր ծառայության իբարս Աստուծո